Հակալություն, տիկին նախարար, այն վիճակագրության մասին անեկդոտը գիտեք, չէ, որ ասում է կա սուտ, կա ավելի մեծ սուտ եւ կա վիճակագրություն։ Հիմա սա ուղիղ ձեզ չի վերաբերում, բայց դուք նախարարները ոնց որ սովորեք, անդադ գալիս եք վիճակագրություն եք ներկայացնում, որ նախորդ տարվա համեմատ այս տարի այս ինստիտուցիոնիշ ավելի լավ եղավ, սա լավ էր, սա վատ էր, չգիտեմ ինչ, ու ասենք տպավորությունն է, որ ամեն ինչ հրաշալի է, բա հիմա եթե ամեն ինչ լավ է, ինչի ամեն ինչ այդքան վատ։ Սկսենք վատից, հատկապես հանցավորության դեմ պայքարից, որ տարիներ շարունակ ինչքան նախարարներ գալիս փոխվում են, ամեն այդ թվերը վիճակագրությունները փոխվում են, թվում է թե հանցավորությունը նվազել է կամ բացահայտումները ավելացել են, բայց հաստատի մենք տեսնում ենք էլի ցավալի դեպքեր։ Օրինակ Չարենցավանում վստահ եմ աղմուկ հանած դեպքեր դուք շատ լավ տեղյակ եք, վերջին 1 տարվա կտրվածքով 2-3 երիտասարդի կյանք խլեցին միջադեպերի հետևանքով ես վստահ եմ, որ ոստիկանությունը կոնկրետ Չարենցավանի բաժինը կամ Կոտայքի մարզային վարչությունը շատ լավ տիրապետում է իրավիճակին, բայց չի կարողացել կանխել։ Հիմա դրանից հետո որ բացահայտում եք, դրանից ոչինչ չի փոխվում, մարդկանց կյանքը չի վերականգնվում։ Հիմա եթե չի ստացվում, որ ամեն դեպքում ոստիկանությունը թերանում է իր աշխատանքում եւ դուք չեք տիրապետում իրավիճակին։ Եթե չեք կարողանում տիրապետել իրավիճակին եւ կանխել հանցագործություններ, որոնց մասին կարելի էր կռահել իմանալ այդ միջանձնային հարաբերությունների, ուրեմն թող ուրիշ ինստիտուտներ, օրինակ գողականները գան, այդ հարցերը լուծեն, ինչպես նախկինում է լինում։ Եթե իրենց էլ թույլ չեք տալիս լուծել, ուրեմն դուք լուծեք, բայց դուք չեք կարողանում հաստատի լուծել։ Հետևաբար ո՞նց է գնահատում այս իրավիճակը եւ ո՞նց անենք, որ այդ վիճակագրությունը ուղղակի այսպես վերջում լավ ցուցանիշների բան չլինի, այդպես շքերթ, որի արդյունքում էլ դուք վերջում բարձր պարգևատրումներ եք ստանում։ Շնորհակալություն հարցադրումների համար։ Երբ որ ես գոնե թե ինչ որ արձանագրում եմ անում, պիտի փաստերի վրա հիմնված արձանագրումներ անեմ։ Հիմա երբ որ դուք նկարագրում եք, որ այ օրինակ Տիկին Սարգսյան, դուք 3.2% նվազում եք անում, բայց ամեն ինչ շատ վատ է։ Ինչն է վատ, որ մարդու դեմ ուղղված հանցագործությունները 23.2%-ով նվազել են։ Ինչն է վատ, որ մենք ավելի 42.2%-ով ավելի շատ ենք զենք զինամթերք արգրավել եւ թույլ չենք տվել, որ դրանք մասը կազմեն հետագա հնարավոր սպանությունների կամ առողջությանը վնաս պատճառելու։ Ինչն է վատ, որ 80%-ով ավելի շատ թմրամիջոց ենք արգրավել։ Ինչն է վատ, որ գողությունների մասով նվազում ունենք կամ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների մասով նվազում ունենք։ Եթե նվազումները ռեալ նվազումները ոչ սոց մեդիայի դաշտում մեր ցանկացած ընկալումներն են, ի՞նչն է վատ։ Ես շարունակեմ։ Եթե մենք ունենք նվազումներ կարևորագույն խումբ հանցագործությունների, դա չի կարող վատ լինել։ Դա շատ դրական արդյունք է, որը վկայում է իմ դեպքում գոնե թե ներքին գործերի նախարարության համակարգի ավելի արդյունավետ, ես չեմ ասում 100%-անոց արդյունավետ, ավելի արդյունավետ աշխատանքի մասին 2025 թվականի կտրվածքով։ Եվ ես չգիտեմ, կա երկրագնդի վրա մարդ, ով որ մտածում է, որ հանցավորություն առհասարակ տեղի չի կարող ունենալ։ Հանցագործությունը եւ հանցավորությունը սոցիալական երևույթ է, դա կա, անկախ նրանից մենք կլինենք 2025 թվականում, կլինենք 2050 թվականում, թե կգնանք հետ նախնադար։ Հանցագործությունը սոցիալական երևույթ է, միշտ կա, կուղեկցի մարդկությանը եւ ձեր նշած դեպքերն էլ ես ցավում եմ, որ կա սպանության դեպք։ Ցավում եմ, որ ինչ որ մի անլուրջ վեճի արդյունքում մարդը կարող է մտածել, որ դրա արդյունքում կարող է անձին դիտավորությամբ կյանքի զրկել։ Ցավում եմ, որ նմանատիպ իրավիճակներ կան Հայաստանի Հանրապետությունում, բայց դրանք համատարած իրավիճակներ չեն, ցույց է տալիս մեր պատկերը։ Ես ասում եմ, նույնիսկ երբ որ խոսում ենք ոչ համատարած պատկերի մասին, 50 սպանության դեպքի մասին, պիտի զտելով գնանք առաջ, մենք չենք կարող ասել, այ 50 սպանության դեպք կա, ուրեմն միանշանակ ամբողջը ոստիկանությունից է կախված կամ ամբողջը ոստիկանությունից կախված չէ։ Այս դեպքերը հատիկ պետքա վերլուծվեն եւ մենք վերլուծում ենք այդ դեպքերը։ Մենք ունենք իրավիճակ, որ խոհանոցային դանակով մարդը տուն է վերադարձել, խոհանոցային դանակը վերցրել է, եկել է սպանություն է կատարել։ Ինչ անենք, խոհանոցային բոլոր դանակները հավաքենք, արգելենք խոհանոցային դանակների օգտագործումը։ Շատ պարզ օրինակ եմ բերում,
առանց մանիպուլացնելու, առանց ինչ-որ այլևալ ենթատեքստերի։ Բայց ուզում եմ ասեմ, մեր այս 50 դեպքի ներքո այնքան պարզ իրավիճակներ կան, որոնք որ պիտի բնականորեն չհանգեցնեին սպանության, բայց պահի տակ պորտկման արդյունքում, հուզական ոչ ճիշտ կառավարման արդյունքում մենք ունենում ենք սպանության դեպքի վրա հասնում, սրա համար եմ ես ասում, որտեղ որ կա նախապատրաստություն, ինչ որ պլանավորում, այո, ոստիկանությունը ավելի շատ դաշտ ունի աշխատանքի։ Ամեն թշնամական հարաբերություն չի, որ բերում է իրականում սպանության։ Մենք հանրապետությունում ունենք տարբեր խումբ թշնամական հարաբերություններ գրանցած, որոնք որ անընդհատ պրոֆիլակտիկ աշխատանքի արդյունքում չեն վերացում որևէ ինչ-որ մի բանի, բայց բռնության պորտկում կարող է լինել ցանկացած պահի, որտեղ որ ֆիզիկապես ոստիկան այդ պայծրությամբ ներկա չի տվյալ տարածքում եւ չենք կարող ասել, որ այ օրինակ Կոտայքի մարզում, Կոտայքի քրեական մարզային վարչությունը կամ Չարենցավանի բաժինը կամ Հրազդանի բաժինը կամ չգիտեմ այլ բաժիններ գիտեն ու դիտավորության ոչ մի քիչ չեն ձեռնարկում։ Նմանատիպ պնդում Վահե ջան, ոչ դուք լինելով Չարենցավանից, ոչ ես տիրապետելով ամբողջ հանրապետության օպերատիվ պատկերին, նմանատիպ պնդում անել չենք կարող։ Եթե ունեք այնպիսի տվյալ, որ որևէ ոստիկան իմանալով, որ տվյալ պահին կարող է լինել սպանություն ու քայլ չի ձեռնարկել, մեծ սիրով տվեք այդ տվյալը կքննարկենք։ Կարող են անխտիրի նախարարության վերջին դեպքերը։ Չարենցավանի մասով ես նորից եմ ասում, եղել է ըստ էության վիճաբանություն, որը վերաճել է սպանության։ Քննչական մարմինը կվերլուծի կտա հարցերի պատասխանները։ Չարենցավանով մենք ունենք ընդհանուր մինչև կատարողի նկատմամբ ամենախիստ խափանան միջոցի նշանակումը, որը եղել է կալանքը։ Եվ ես անձնապես հետամուտ եմ լինում, որպեսզի բոլոր ծայրահեղ իրավիճակներում, հատկապես սպանության դեպքերում, մենք նախ ունենանք դեպքերի արագ բացահայտում եւ երկրորդ հետամուտ լինենք, որ ճիշտ նաեւ խափանան միջոցներ որպես այդպեսին նշանակվեն, եթե ունենք անվտանգային ռիսկեր, որ այդ անձը դրսում գտնվելով կարող է կամ շարունակել հանցագործությունների կատարումը կամ վտանգ ներկայացնել այլ անձի համար։ Եվ սպանության բացահայտում ինչով է կարևոր։ Մենք այս տարի ունենք 0 չբացահայտված սպանություն։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ մենք օրինակ հպարտանում ենք, որ կա սպանությունը բացահայտել են։ Ոչ։ Ցանկացած հանցագործության բացահայտում ինքնին նաև կանխարգելման բաղադրիչ ունի։ Ու մենք այս տարի բացահայտել ենք այնպիսի սպանություններ, որոնք նախորդ տարիներին միգուցե տարիներ շարունակ քննվեին ու որևէ արդյունք չլիներ։ Մեր դա արագ օպերատիվ աշխատանքի արդյունքում է եղել։ Մեր դա հետևողական աշխատանքի արդյունքում է եղել։ Եվ ես ուրախ եմ արձանագրելու, որ մենք բացահայտման կտորով այո, ավելի լավարկել ենք մեր դիրքերը եւ այո, ես ընդունում եմ, որ կանխարգելման տեսանկյունից դեռ քայլեր ունենք իրականացնելու, ընդ որում ոչ միայն ներքին գործերի նախարարությունը, այլ նաև այլ ռելևանտ պետական մարմինները։ Դա է պատճառը, որ հանցավորության կանխարգելման նոր ռազմավարություն ենք առաջ բերելու, որտեղ որ դուք էլ կտեսնեք դերակատարների եւ կհասկանա դուք էլ անելիք ունեք, ես էլ անելիք ունեմ որպես հասարակության անդամ եւ որպես նաև ներքին գործերի նախարար, առողջապահական բլոկը ունի անելիք, կրթական բլոկը, մեր ընտանիքները, համայնքի ներկայացուցիչները, մենք ինքներս որպես պոտենցիալ նաև հանցանք կատարող անձինք, որոնք որ որոշակի պահին կարող են էլի այդ պորտման արդյունք հանցել եւ այսպես շարունակ։ Այսինքն բոլոր դերակատարներին մենք իդենտիֆիկացրել ենք, որպեսզի այս իրավիճակները գնալով ավելի կառավարելիության դաշտ բերենք եւ ես նորից եմ ուզում շեշտել, չի լինելու այնպիսի մի օր, որ Հայաստանի Հանրապետությունը եւ աշխարհում չլինի հանցագործություն։